Նախ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ մեր սիրելի եւ հարգարժան Բագրատ Սրբազյանի ծննդյան տարեդարձը։ Սրբազյան հանդանում եմ, որ հուլիսի 7-ին իրականացած երազանքը եւ մենք ունենանք ազատագրված եւ ավելյալ երկիր։ Սրտի պորտկումա։ Հարգարժան դատարան, նայեք, այս միջնորդությունը, որ նոր հանգամանքի այդ եք է, դե բնականաբար իմ փաստաբանական թիմի այդ միջնորդությունը արել է, որ ինձանից կախված լիներ որոշումը ես կայացնեի, բնականաբար այդ միջնորդությունը չի անի, բայց փաստաբանական թիմի իմ ընկերները որոշել են, որ անեն, որտեղ ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխվելու։ Այն կարծիքս, որ արտահայտել են, որ այս դատանում արտահայտություն չկա, արտահայտություն չկա, որ այս դատանում որոշումները կայացում են կառավարության շենքից, ի շնորհակալություն հայտնելով ձեզ, ասեմ, որ անցյալ Սրբազյանի կալանքի նիստին դուք հաստատեցիք, որ մեր այս 10 ամսվա այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։ Ամսի 14-ին երբ իմ փաստաբան Մինասյանը ներկայացրեց միջնորդությունը, որ դուք որոշեցիք, որ այդ միջնորդությունը պետք է քննարկվի այսօր, իմ համար արդեն պարզ դարձավ, որ այսօր եք դուք քննարկում անում, որ ընդհանուր կալանքի միջնորդության հետ լավատես լինելով որոշում կկայացնեք, ասեք Արթուր Սարգսյանը ազատության մեջ կլինի հունիսի 8-ից հետո եւ մարդիկ կասեն պարոն Ֆարֆոյանը Արթուր Սարգսյանին թողեց։ Դա պարզ է, հիմա էլ թողեք, ամսի 8-ին էլ թողեք, մի տարի հետո էլ թողեք, այդ որոշումները իմ համար արժեք չունեն, որտեղ այս որոշումների մեջ արդարադատություն չկա։ Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի մեջ, մինիմում, որտեղ ասել եմ հունիսի 7-ին ընտրությունները, բայց տեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ մեր մեղադրողներն ասում են իհարկե նվազել է, բայց Սարգսյան Արտուրը պիտի մնա կալանքի մեջ։ Ուզում եմ հասկանամ, այս 10 ամիսը ուզում եմ հասկանամ, այս ինչ են կարել, որ նվազել է։ Ասեք, ես ինչ բան արել է, իմը ռիսկը նվազել է, ինչ են կարել, որ նվազել է։ 10 ամիսա տեսեք չկարացեք, թե ինչ են կարել, չեք են կարելու ասեք, ինչ են կարել, հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթեց, մենք կարդարացնենք արժանապատվությունը չհաղթեց, մենք կդասնենք։ Սա է իրականությունը, որտեղ այստեղ արդարադատություն չկա։ Մենք երկնքում կարդարացնենք, ինչպես Սրբազյանն ասել։ Ուրեմն հստակ ընտրական օրենսգիրքը տալիս է, որ թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններ։ Հիմա եթե այդ հավասար պայմանները արտավոր են ապահովեն, եթե դա չի լինում, ուրեմն չպետք է թողնի, որ ես տնեի թեկնածու։ Հստակ ընտրական օրենսգիրքը տալիս է, որ թեկնածուները պետք է ունենան հավասար իրավունքներ, բայց այսօր ես, Իգոր Սարգսյանը, մյուս 100, 500, 1000 թեկնածուների հետ համեմատած մենք չունենք հավասար պայմաններ, որտեղ մարդիկ իրականացնում են քարոզարշավ, մենք չենք կարող իրականացնել քարոզարշավ։ Այսօր սահմանափակված է իմ ընտրվելու իրավունքը, սահմանափակված է իմ սիրելի ժողովրդի, իմ հարգարժանությունների եւ իմ արժանապատիվ սիսյանցիների հետ իմ շփումը։ Հարգարժան եւ արժանապատիվ սիսյանցիներ։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ ես հասկացա, որ Սյունիք, Սիսիան, Կապան ճանապարհը պետք է զիջվի թշնամուն, ես դուրս եկա պայքարելու այդ շարքի իշխանությունների դեմ եւ ասում եմ, որ ժողովուրդ, հեսա թուրքը գալու է նստի իշխանասարի գլխին, դու գալիս եք ասում եք, պարոն քաղաքապետ, մենք է շատ ենք սիրում, բայց խես դուրս եկեք մեր վարչապետի դեմ, սենց բան չի կարող լինի, դու քաղաքական նկատառումների ջերմերով սենց բաներ ես խոսում։ Եկան թուրքերը ոչ միայն նստել են իշխանասարի գլխին, այլ նստել են մեր գլխին, ժողովուրդ ջան։ Հետո եկան ասած, ընկեր Սարգսյան, որտեղից գիտեի։
Հիմա սիրելի սիսյանցիներ, սիրելի սյունեցիներ, ասում եմ ձեզ, հունիսի 7-ին եթե չարքի իշխանությունները մնացին, Սյունի չենք ունենալու, հետո չասեք, բայց որտեղից գիտեիք։ Ես բոլորիդ կոչ եմ անում, արձանապատություն դրսևորեք, թասի բարեք, հունիսի 7-ին ընտրեք համար 17-ին և մերժեք այս չարքի իշխանությունները։